Բարի լույս, սիրելի հետևորդներ ջան, եկեք միասին դիմավորենք մեր շնորհ գյուղի սիրուն արևածագը։ Այս պահին ես մեր գյուղի կենտրոնական մասում եմ, որտեղից էլ տրանսպորտ ենք նստում եւ գնում քաղաք։ Շատ սիրուն է այս պահը եւ հիմա շրջվենք մյուս կողմ եւ այս կողմից նայենք մեր գյուղի այս հատվածը։ Լավ ուր բացվել այսօր, այստեղ իմ աշխատավայրն է, Թումո կենտրոնը, եւ արդեն տրանսպորտը եկել ու նստել, ճանապարհ ենք ընկել, սա մեր Տեպետգետն է գժուկ, այս պահին մի քիչ վարարած է, բայց գժված չէ։ Հիմա եկեք մի էսպիսի բան ասեմ, ովքեր են սիրում, որ տրանսպորտ են նստում եւ լուրջ ճանապարհ են գնում, իսկ ովքեր են սիրում, որ նստում են տրանսպորտ, հետո սկսում են շատ խոսել, հատկապես երբ որ ծանոթ մարդիկ են լինում եւ ոգևորված սկսում եք ամեն ինչից զրուցել։ Այստեղ արդեն հասնում ենք Աղթալա բնակավայր, դուք վայելեք, ես էլ զրուցեմ, թեպետև ասեմ, որ ես չեմ սիրում, որ շատ խոսում են տրանսպորտում։ Ընդհանրապես սիրում եմ լուրջ ճանապարհ գնալ։ Ահա, մեր քարոքարապները նորից ձեզ են բերել։ Գիտեմ, որ միշտ էլ կարոտում եք եւ երբեք էլ, երբ որ դուրս գամ դեպի քաղաք, ավելորդ չէ, որ ձեզ էլ հետ ստանեմ։ Ահա, այսպես։ Հիմա ուզում եմ հատկապես ցույց տալ այն վայրերը, որտեղ որ ավերածություններ էր եղել, հետո վերանորոգումներ են գնացել, գիտեմ, որ Գետառքի այստեղ մեր պատմական, չգիտեմ թե քանի 100 տարվա կառուցած կամուրջներ, որ գժուկ Տեպետը քարոքանդ էր արել, ահա խնդրեմ, հնարավորինս ուզում եմ ցույց տալ, իսկ այս կողմում արդեն դուք տեսնում եք նորակառույցը, որը դեռևս շահագործման չի։ Շատ եմ ափսոսում, որ այս վիճակն է եւ այսպես եմ ցույց տալիս, բայց ինչեւ է, ունենք այն, ինչ ունենք։ Եվ այսպես ճանապարհ ենք ընկել եւ ուզում եմ, որ մասնիկ առ մասնիկ ձեզ համար լավ հուշեր բերեմ։ Մի փոքր երկար եմ պահելու այս հատվածում, արդեն իսկ որոշել եմ։ Գիտեք չէ, որ Տեպետգետը այն միակ գետն է ամբողջ աշխարհում, որ հոսում է հասարակածին հակառակ։ Այնտեղ քարափի վերևում Աղթալան է, այդքան էլ մեծ չէ ինքը, ընդհանրապես ինքը համարվում է որպես ավան, այսինքն ոչ գյուղ է, ոչ էլ քաղաք է, եւ այստեղ արդեն ձեր համար բերել եմ Նեղոց գյուղի հիմնական դպրոցը։ Այստեղ էլի կանգ ենք առնում, իջնող, բարձրանող եւ էլի շարունակում ենք ճանապարհը։ Իհարկե ես այս պահին խոսում եմ տնից, արդեն քիչ առաջ ասեցի, որ չեմ սիրում, որ տրանսպորտում շատ խոսում եմ, իհարկե թեթևակի, բարև եմ տալիս, բարև եմ վերցնում, շշկով մի երկու բառ եմ փոխանակում եւ չեմ սիրում, որ բարձր խոսում են։ Վայելում եմ գետի այս սիրուն տեսքը, շատ սիրուն է։ Եվ առաջ ենք շարժվում, քիչ հետո արդեն կհասնենք Ալավերդի քաղաք, ասեմ, որ շատ գործեր ունեմ տարբեր տեղերում եւ չգիտեմ թե արդյոք ավարտին կհասցնեմ թե ոչ։ Այնտեղ քարափներից այն կողմ, որ թեքությունով բան կա, նա էլ սարերից եկող ջրի համար է կառուցված։ Այստեղ արդեն մոտենում ենք Լալվարսարի փեշերին, որը հեռվից երևում է աննշան։ Եվ էլի մեր բարձր ժայռերը։ Եվ այստեղ վեր ենք հիշում քարերի երկիր Հայաստանս։
դուք վայել եք, սիրելի հետևորդներ ջան, ես էլ մի փոքր լռեմ եւ տեսնեմ, էլ ինչ եմ խոսում ձեր համար։ Դուք լսողի դերում եք, ես խոսողի դերում եմ։ Չեք մոռանում, չէ, որ ակտիվ լինեք իմ վիդեոներում, քանի որ իդեպ ասեմ վերջերս պասիվություն է նկատվում, սիրելի հետևորդներ ջան, եւ շատ եմ ուզում, որ նորից առաջվա նման ակտիվ լինեք, թե դիտումների հարցում, թե լայքերի եւ գրառումների հարցում։ Գիտեք չէ, եթե պասիվ եք լինում, արդեն տարածում չի գտնում իմ վիդեովլոգները եւ դրանից ես մի փոքր տխրում եմ։ Դե եկեք այս անգամ շատ ակտիվ եղեք։ Այստեղ արդեն քաղաք եմ հասել եւ իջել ու սպասում եմ, որ բացվի այն վայրը, որտեղ որ իմ գործն է, քանի որ շատ վաղ առավոտյան եմ եկել եւ արդեն այստեղ սպասում եմ։ Ոստիկանի մեքենան է այսուայն կողմ գնում, մարդիկ դեռ քնած են։ Այս տարբերակով միացած ես, քայլում եմ։ Գործերս շատ է, մի քանի գործով եմ եկել։ Ու հիմա այսպես մայթով քայլում եմ։ Ձեզ էլ ինձ հետ տանում եմ։ Եկեք մի փոքր շրջենք, մինչև որ կհասնեմ մյուս գործս էլ ավարտին կհասցնեմ։ Եվ տեսնենք ինչ ամի տուն կգնամ արդեն։ Այսպես մեր հալավերդու քարու քարապները շատ սիրում, եղանակը հրաշալի։ Ահա, այսպես վերանորոգված մայթը մեր հալավերդի քաղաքի։ Այստեղ սադ է, կաֆե, այդպես մարդիկ գալիս, նստում, հանգստանում են։ Մի բաժակ սուրճ են խմում, բայց ես ժամանակ չունեմ, ցավոք սրտի, քանի որ գործերը շատ են։ Ահա։ Եվ առաջ եմ շարժվում։ Այստեղ սուպերմարկետ է, ճանապարհայեզրին։ Այդպես։ Եվ էլի։ Կապոնք չնայենք այս սիրուն արևին։ Ասեմ, որ քաղաքի աղմուկը չեմ սիրում և այն պահնա, որ մտածում եմ, թե երբ պետք է գործերս ավարտեմ, շուտ տուն հասնեմ իմ խաղաղ վայրը։ Ահա, այս էլ քաղաքի այս հատվածն է, քանի որ այդտեղ երկաթգիծ կա, այդտեղ կամրջով եմ բարձրանում, տեսնեմ, հարմարեցնեմ այդ կողմով էլ բարձրանամ, ձեզ ցույց տամ։ Այդ կողմում էլ գործեր ունեմ։ Դե գիտեք արդեն, որ այնտեղ արդեն դեպետգետն է հոսում։ Ծաղիկ, հա, հեսա, հերվից արդեն տեսա, ջան։ Ընդհանրապես վայրի ծաղիկ է, մոտեցա և ահա, այնտեղ ստվերում ես եմ սիրել հետևորդներ ջան։ Հիմա այնպես կանգնեմ, որ ստվերը չընկնի ու լավ երևա։ Խնդրեմ։ Շատերդ կիմանաք, չէ, այս ծաղկի անունը, մի քիչ եթերային չէ, թե չէ ես էլ կասեմ, բայց շատ հետաքրքիր է, շատ սիրուն է, այս շրջանում է բացվում։ Ու քանի որ անունը եթերային չէ, լավ, չեմ ասում, ուղղակի մի պահ վայելում ենք եւ շարունակում եմ առաջ շարժվել, ահա այնտեղով բարձրանում են, կամրջով անցնում քաղաքի մյուս կողմը եւ հիմա այստեղ ես շարունակեմ առաջ շարժվել, բայց հատուկ ձեր համար այստեղ անցումով անցնեմ եւ դեպետն էլ մի քանի րոպեով վայելենք, այսպես Այստեղ, քանի որ այգի է եղել, բալենին ծաղկել է, մոտեցնեմ, հետո հեռացնեմ և այլենք դեպետի այս հատվածը։ Մյուս կողմում մարզադաշտ է, վերջին տարիներին բաց կողմված է, բայց ժամանակին մեծ մարզադաշտ է եղել։ Ջրի աղմուկը շատ է, չգիտեմ ձայնս ինչպես կլսվի,
Ամեն դեպքում մեր դեպետը այս հատվածից Սիրելի հետևորդներ ջան, արդեն ուզում եմ շտապել, որ գործերս ավարտին հասցնեմ, կարողանամ ժամանակին հետ վերադառնալ տուն։ Քանի որ անցած ճանապարհի այս հատվածը, որպեսզի գետի կողքով քայլեմ, դրա համար նորից եմ միացել։ Այսպես։ Ուղղակի մի քանի րոպեով մեր գժուկ դեպետը տեսնենք, սիրելիներս, վխտորված է, բայց չի գժվել։ Չնայած երեկվա անձրևը շատ ուժեղ էր, չգիտեմ, վերևներում եկել է թե չէ, և քայլենք։ Այսպես։ Ես քայլում եմ և մարդիկ ինձ են նայում, քանի որ հայի սովորություն է, երբ որ տեսախցիկով մարդ են տեսնում, մի քիչ խուսափում են, մի քիչ մի կողմ են քաշվում, չգիտեմ ինչ է այդպես, բայց այդպես է։ Ես էլ հնարավորինս այնպես կպահեմ իմ տեսախցիկը, որ ոչ մեկին ցույց չտամ։ Ինձանից ոչ թե պետն է նեղանում, ոչ էլ մեր այս բարձր վայրերը, ախնա կարող եմ ցույց տալ։ Քայլեմ, սիրելիներս, ահա, այնտեղ բարձր քարապի վրա ոչ են տեղադրել, պիտի որ երևա, ահա, այդպես, որ հաչերով լցվի մեր հայրենիքը և Հաչը պահապան լինի բոլորիս և շարունակեմ քայլել և վայելում եմ ուղղակի այս գարնան հրաշալի օրը այստեղ արդեն գժուկ դեպետի ավերածություններն են մոտենում եմ այդ հատվածին Այստեղ սալորենի է հավանաբար, որ ծաղիկը թափվել է ու արդեն պտուղների է պատրաստվում և ախա խնդրեմ սիրելիներս այս հատվածով էր դեպետը մտել քաղաք դե երկար տարի հոսում է երբեք քաղաք չէր մտել միշտ կողքով անցնում որոշել էր քաղաք մտնի դե կատակ անենք որ այդ ամեն ինչը մոռանանք ահա այսպես Պատկերացնում եք 7-8 մետր բարձրացել եք, սիրելի հետևորդներ ջան Միգուցե առիթ լինի ավելի խաղաղ ժամանակ ցույց կտամ Թե ինչքան հանդարտ է հոսում մեր այս գժուկը Եվ ահա, պատկերացնում եք այստեղ, այնտեղ 8 մետր Եթե ոչ ավել, բառիս բուն իմաստով մեր գժուկը բարձրացել էր իր հուներից Սիրելի հետևորդներ ջան, այստեղ ընդհատում եմ իմ միանալը ձեր հետ, քանի որ քաղաքի խիտ հատվածներն եմ մտնում, մի հատ գործերս այստեղ ավարտեմ և տեսնեմ ինչպես կընթանա։ Սիրելի հետևորդներ ջան, սա մեր կատա սուպերմարկետն է, որը նույնպես դեպետը հեղեղել էր և այնպիսի ավերածություն էր արել, որ հագեր Եվ վերջերս է վերանորոգվել, հիմա ուզում եմ ներս մտնել, բայց չգիտեմ, արդյոք թույլ կտան, այնտեղ ես նկարահանումներ կատարեմ, դրա համար տհաճ իրավիճակներից խուսափելու համար ավելի լավ է չնկարեմ, ցավոք սրտի, մեր Հայաստանում, մեր շրջանում այդպես է, դե գնամ տեսնեմ, ինչ կա չկա Կատա սուպերմարկետը լուր անցնելուց հետո եկել եմ ցումը, հետո քանի որ այստեղ այդքան էլ մարդաշատ չէր, սկսեցի գաղտագողի նկարահանումներ կատարել, եկել եմ ջազվա ընտրեմ, տեսնեմ որն է դուրս գալի, սա 9000 էր, 6-7 բաժակ է վերցնում, պղնձե սրճեփն է,
դե դրանք թանկ են լինում, քանի որ մատերիալը թանկ է, պղինձ է, ամեն դեպքում, չգիտեմ։ Այստեղ այսպիսի գեղեցիկ վազաներ են, ամանեղեններ տարբեր ձևի, այս բաժինն է, այստեղ նորից տեսնենք ինչ է, տիգրովկա սրճեփը, 8000 դրամ, այնպիսի գներ են, որ չգիտես, վերցնես, թե չվերցնես, մեր մոտերը շատ է թանկ ընդհանրապես, թե սնունդը և թե այս տիպի բաները, քանի որ Երևանից են բերում, հետո արդեն ձեռքից ձեռք է անցնում ու արժեքը բարձրանում է, այստեղ ուսումնասիրություններ եմ կատարում բաժակների, համ սիրուն է, համ սիրուն չէ, չգիտեմ, դե ճաշակին ընկեր չկա, ամեն դեպքում ուսումնասիրեմ, ուզում էի նաև բաժակների մեջ թարմություն մտցնել և նայեմ տեսնեմ ինչը կընտրեմ, ընդհանրապես մի քիչ դժվար եմ ընտրություն կատարում, թե հագուստը, թե այս տիպի բաները ընդհանրապես դժվար է չէ լինում ընտրություն կատարել, այստեղ այս բաժակները մի քիչ գրավեց, որի մատերիալը այն իմ սպիտակ, ջարդված սրճեպի մատերիալն է, այստեղ իմ վարդով բաժակներից է, 8000 դրամ է, ես 6-ով էի առել, այս վիճակն է, սիրել հետևորդներ ջան, այստեղ շատ վնաս էր տվել դեպետը, մի խոսքով դուրս եմ եկել արդեն, և սպասում եմ իմ տրանսպորտի գալու ժամերն է, հանկարծ չուշանամ, այստեղ արդեն կսպասեմ և գյուղ կգնամ, տեսնենք ինչպես կստացվի, և համբերատար սպասում եմ։ Սիրելի հետևորդներ ջան, այս տեսարանը, որ դուք տեսնում եք այս գույնով, դա մեքենայի ապակուց է, քանի որ արդեն գյուղ եմ հասել և մեքենայով եմ բարձրանում, ինձ հետ նաև էլի գյուղացի կային, ծանոթներ և մի քանի հոգով մեզ մեքենա պատահեց, վերցրեց և բարձրանում ենք, փորձեցի մի քանի կադրել այստեղից ձեր համար բերել, և մեր մոտ թեժ զրուցում ենք, լավ զրուցանող մարդիկ են իմ հետ, ակտիվ զրույց են տանում, ես իհարկե ձայն անջատել եմ, որպեսզի կարողանամ հանգիստ ձևով ձեզ ներկայանալ, դե ինչ սիրելի հետևորդներ ջան, ես արդեն այդ զրույցին մի փոքր էլ ես էլ մասնակցեմ, և արդեն ձեզ կմիանամ տնից։ Սիրելի հետևորդներ ջան, Ալավերդի քաղաքից եկել եմ, անմիջապես ցորեն եմ վերցրելու եկել հավերիս մոտ, քանի որ այսօր արդեն էսա ժամը 1-ն է գալի, հավերս փակած են, դե մի հատ բաց թողեմ ցորեն ուտեն, խեղճ իմ հավեր, եկեք, եկեք սիրուններ ջան, կոկո, եկեք կոկոներ ջան, Սիրելի հետևորդներ ջան, ինչի ես բախում, ինչ պատահեց, դե մթի մեջ են փակածել, մի շող կանցկենում, մի հասարակ շող կիցել, արդեն հավերը վախում են, ինչ է ուզում ասեմ, աստված ջան, կաֆին բրինդրի գալիս եմ, այսենց, Էլ ցորենը չեմ գրչում տաք ջրով, սիրելիներս, քանի որ էլ պետք չի։ Հիմա մի հատ գնամ տենամ ձուեն ածել, հաստատ կլինեն ածած։ Ջան, ապրեն իմ հավերը, չալտիկ, մալտիկ, ձեքելահան 5 հատ ձուեն ածել, հեսա, մի վախենա, կուտըտ կեր։ Այս 3, այս էլ 4-5, մեկը նոր ածել, երևի, քանի որ տաքածուն,
Այսպես, հիմա սիրելի հետևորդներ ջան, կոֆեն դրել եք, չէ՞, գնում եմ տուն կոֆե խմեմ ձեր հետ։ Այստեղ սիմը չկանելա իմ ձայնի վրա եկել, եկավ սաղ հավերին վախացրեց։ Ջու, եկեք։ Այ սիմա գնա հլա, սիմը չկա։ Ջուրն էլ պտի լցնեմ, երևի սիման էլ ա ծարավել, հավերի ջրից ա ուզում խմի։ Ահա։ Ես էլ մի քիչ մի կողմ կանգնեմ էլի մեղք են, չգիտեն, ուտեն, թելե զգուշանան ինչ-որ մի բանից, բայց զգուշ ուզում եմ անցնեմ։ Եկա բայց էլի գնալու եմ, սիրելիներս, քանի որ կիսատ գործեր ունեմ էլի ու պիտի գնամ դա էլ ավարտեմ, ոնց ասած այսօր գործերի ավարտելու օրը ստացվեց, ինչև է, էլի հակել եմ իմ սապճկեքը, Զամուշե սապճկեք են, և այսօր այս ձևով է գնացել քաղաք գործերով և շատ հարմարավետ է հատկապես գարնանը սկզբին, ցուրտ ու տաք, այդպես որ միախառնվում է այդ տիպի եղանակների համար, դեռևս պետք չէ շտապել և պարակ ու թեթև հագնվել, թե կոշիկների պահը և թե հագուստի պահը, սիրելիներս, այսպես այս հագուստով ես ինձ շատ հարմարավետ եմ զգում և շատ թեթև եմ զգում, ինչև է, հիմա սուրճիս բերանը բացեմ, գիտեք իմ սովորությունը, որ երբ որ այդ պահին չեմ վայելում, սուրճիս բերանը ծածկում եմ և հիմա մի երկու բառ էլ ձեր հետ զրուցեմ, հետո կգնամ էլի իմ գործերով։ Պայուսակս բացեմ, սիրելի հետևորդներ ջան, այստեղ ուզում եմ ասել, որ վերջապես իմ ID քարտը ես ստացա, քանի որ փաստաթուղթ է, այդքան էլ չեմ ցուցադրի և ընդհանրապես թե անձնագիրը ստանալիս, թե նմանատիպ փաստաթղթերը ստանալիս, որտեղ որ մեր նկարը լինում է, առաջին հերթին բոլորս էլ անհանգստանում ենք, չէ, որ վայ ոնց կլինի նկարը, ինչպես կլինի ստացված, արդյոք գեղեցիկ եմ դուրս եկել, արդյոք ինձ նման կլինեմ դուրս եկած, դա բոլորիս անհանգստությունն է և ասեմ, որ շատ հաջող նկար է ստացվել, շատից դուր եկավ իմ նկարը, հատկապես որ այստեղ մազերս մի քիչ երկար է ու հարդարած է, շատ հաջող նկար է, քանի որ երկար տարիներ մեր ձեռքին պահում ենք ու ասենք պետք եկած դեպքում, երբ որ հանում ենք ու մեզ ենք նայում կողքից, ուզում ենք, որ մեր աչքը շորի, մեր դեմքը, մեր դիմագծերը և մենք մեզ լավ զգանք, չէ, հիմա այսպես նայում եմ պատկերիդ, քո սիրուն աչքերիդ և այդպես սիրելիներս դուք էլ եթե անձնագիր եք փոխում կամ ID քարտ եք փոխում կամ նորն եք ստանում, այսպես պահեք ու հիշեք այդ երգը ու մի հատ քաղցր ձենով ձեր նկարի վրա այդ համով երգի երկու տողը ասեք, շատ հաճելի է հնչում և շատ համով հոտով է հնչում, այսպես, ընդհանրապես միշտ ասում եմ, չէ, որ մենք պետք է գեղեցկացնենք մեր օրը, մենք պետք է համ ու հոտ հաղորդենք մեր օրերին, հիմա պայուսակս էստեղ եմ դնում, որտեղ որ միշտ նստում եմ այս աթոռին, Գիտեք ինչ եմ, այդպես համով հոտով երկի տողերն ասում, սիրելիներս, որովհետև մեզնից շատ-շատերը, երբ որ ստանում ենք մեր այդ կարևոր փաստաթղթերը նկարով, մի հատ վերցնում ենք ասում, յախք, լավը չի, այս ոնց որ ես չլնեմ, այս սովա, ինձ նման չի, դրա համար միշտ նայեք ձեր նկարին և ինքներդ ձեզ ժպտացեք, սիրելի հետևորդներ ջան, շատ թեթև է լինում այդ տարբերակով, հիմա Քանի որ ասեցի չէ, մեկ-երկու փոքր գնում եմ կատարել, այստեղ ցույց տամ ձեզ, ապտեկա եմ մտել և ապտեկայից եմ գնել, սիրելի հետևորդներ ջան, քանի որ չեմ կարողանում այդ 9-1-ը ճարել ներկի համարը, Garnier-ի 9-1-ն եմ ես միշտ և միշտ երկար տարիներ օգտագործում, բայց վերջին մի քանի ամիսը կարծես է դեֆիցիտ է, և ոչ միտեղ նույնիսկ քաղաքում չկար, վերջապես այդ ապտեկայում կար այն էլ մի քանի տոն բարձր է, այստեղ 9-13-ն է, ահա, սիրելիներս, բայց ոչինչ, քանի որ մազերս մի քիչ մուկ տոնի վրա էր, անցյալ անգամվա, կարծում եմ սա արդեն շատ իմ ուզած գույնը կնստի, մոտորերս կներկեմ, քանի որ վերջերս էի ներկել, մի քիչ էլ կանցնի նոր Այստեղ կրեմ եմ գնել, ինքը ֆրանսիական կրեմ է,
անգլերեն է գրված, չեմ ուզում անունը կարդալ, միգուցե այլ հնչի, բայց ձեզ էլ օգնելու համար ասեմ, որ սա ոտքերի թաթերի, ոտքերի կրունկների համար փափկեցնող եւ ինչ որտեղ նաեւ բուժիչ հատկություններով կրեմ է, հոտավետ, սիրելի հետևորդներ ջան, նման դեպքերում կարող եք մոտենալ լավ ապտեկաներ, մի քիչ խոշոր ապտեկաներ եւ այդտեղ աշխատողը ձեզ կարող է ընդառաջել, ինչպես որ այսօր ինձ է ընդառաջել եւ ձեր ուզած կրեմը կամ կապ չունի կրեմը թե ինչ է, ձեր ուզած ինչ որ մի բանի համար հանգիստ կարող եք աշխատողից խորհուրդ վերցնել եւ իրենք մեծ հաճույքով օգնում եւ ընդառաջում են, այսպես Հիմա սա մի կողմ դնեմ եւ այստեղ ասեմ, որ նաեւ համովություն էի գնել, որ արդեն իսկ ցելոֆանի տոպրակներից հանել եմ, սիրելի հետևորդներ ջան, եւ չեմ սիրում, որ տոպրակներում երկար է մնում, 3 հատ համով պոնճիկ էի գնել, 2 հատ էլ բերաշկի եմ գնել, Ընդհանրապես դրսից գնումներ կատարելը չեմ սիրում, բայց երբ որ վստահում ենք նման տեղին, գիտեմ, որ մաքուր են աշխատում, կոկիկ են աշխատում, եւ երբ որ գնացել եմ հարմար պահին, վերցրել եմ ինձ համար ամենքից 1-2 հատ, որպեսզի բերեմ տուն ու տանը հանգիստ ճաշակեմ։ Այստեղ սա հետո, քանի որ շտապում եմ եւ պիտի արդեն իմ սուրճը վայելեմ, սիրելի հետևորդներ ջան, ճիշտ ասած, երբ որ կոֆեն այդ պահին ուզում ես, հետո չես խմում, արդեն մի քիչ այդ պահը անցնում է, ու այդքան էլ չես ուզում էլի, որ անմիջապես վրա նստես ու կոֆեն խմես, դրա համար այսպես գնացի եկա գործերս մի քանի մանր բաներ էլ արեցի, ինչպես տեսակ, եփել էի, ծածկել էի եւ հիմա նորից շարունակություն գտամ իմ սուրճը վայելելուն, բայց քանի որ շտապում եմ ու պետք է այդ գործս էլ ավարտին հասցնեմ, սիրելի հետևորդներ ջան, ինչպես միշտ իմ ուշքը դրսում է եւ արդեն վլոգս կավարտեմ։ Ճիշտ ասած որոշել էի, որ երբ որ կգամ տուն, հագուստս կփոխեմ, ձեզ կմիանամ, հանգիստ կնստեմ, բայց չի ստացվում, որ հանգիստ երկար նստեմ։ Անընդհատ ինչ-որ մի բան այնպես է ստացվում, որ չեմ կարողանում երկար հանգիստ նստել մի բաժակ սուրճի շուրջ, ոնց ասած, ու որոշել էի, որ գամ ու գնամ իմ բաղբաղջում մի գործ անեմ, ինչ-որ մի բանի շահ լինեմ, ոնց ասած, բայց այսօր գործերի օր էր, ոնց ասած։ Դե հիմա սիրելի հետևորդներ ջան, ձեզ ասում եմ առայժմ, ես անցնեմ իմ սուրճը մի քիչ էլ արագի մեջ վայելեմ ու շտապեմ, այդ գործս էլ ավարտին հասցնեմ եւ կմիանամ ձեզ հաջորդ օրը։ Պակա, պակա, պակա։